Ես չէի ասի թավշյա հեղափոխություն, ես կասեի թավշացված տգիտություն, որովհետև իրոք տգիտությունն է բոլոր մեղքերի պատճառը, սխալների պատճառը, երբ դու ինքդ չես հասել գիտակցման այն մակարդակին, թե դու այսինչ ժառանգության կրող ես։ Կապ չունի այսօր ով է ղեկավարը, կապ չունի երեք ով է եղել, ես այն օրը լսում եմ նախկին մի ղեկավարի Ռոբերտ Քոչարյանի խոսքը խնդալս գալիս է, այս մարդը իրան ասում են 92 հատ անշարժ գույք ունես, մենք պետք է ձեռքից դառնենք, տատախազն է ասում, ինքը գիտի որ առնելու են։ Ինքն ասում է փաստաթղթերով հաստատել է, մենակ չի ասում որ տակի ինքն է ստորագրել։ Հիմա այս մարդը 8 տարի ես պատկերացնում եմ ինքը հայկական հարց չի կարող մտածել։ Այս մարդը իրոք նյութապաշտ է եղել, տասված իր երկար կյանք, բայց այդ գիտակցությունը չունի որ ինքը հասկանա որ ինքը հայ ժողովրդի, հայ ազգի նախագահ լինելու այդ 8 տարին կորցրել է։ Եվ այսօր եմ գալիս, ասենք ինձ հետաքրքրում է ոչ միայն վարչապետի պատասխանները դուրս գալիս է որ ինքը հանդես է գալիս, այնտեղ թղթակիցները կանգնած են, ամեն մեկը 5-7-10 րոպեանոց հարցեր է տալիս, ինքը չգիտես ինչու, դե ինքը չի աշխատում հարցի վրա։ Եվ վարչապետը պատասխանում է այդ հարցերը։ Ես կուզենայի վարչապետին առաջարկել, ամեն անգամ որ պատասխանում եք հարցերը, ես կուզենայի որ այդ հարցի գծով ձեր խորհրդատուի խոսքը լսենք, որտեղ այսօր ես բժիշկ եմ, ասենք, ես ընդհանուր բժշկությամբ եմ զբաղվում ներքին հիվանդություններ, բայց հանկարծ ինֆեկցիոն հիվանդություններում դժվար եմ բուժում, ես կանչում եմ մասնագետի։ Ես տեսնում եմ մարդը կաթված է տանում, ես կանչում եմ նեյրոլոգի։ Ես տեսնում եմ կոտրվածք է տարել, ես կանչում եմ օրթոպեդի։ Ես տեսնում եմ ինքը տրոմբ է տարել, թռել է, ես կանչում եմ անոթային։ Ինձ հետաքրքրում է ոչ միայն վարչապետի պատասխաններ, որոնք ես տեսնում եմ որ պրոֆեսիոնալ չեն, բայց հետաքրքիր դանդաղ խոսելու ոճ կա, դեմքին վստահության դիմակ կա, մանր հարցերի մեջ մեծ բառապաշար օգտագործելու ցանկություն կա, բայց հայկական հարց չեմ տեսնում։ Հարցեր, որոնք բաց են, այն սենյակը, այն տեղը, որտեղ Ալիևը եւ ինքը ստորագրեցին այդ թրիպ կոչվածը, ինձ ուղղակի 2-3 հարց է հետաքրում, առաջինը, ամերիկահայ գաղութին, մասնավորապես հայկական համագումարին եւ հայ դատի օգնությանը ինչպես ինքը անցած։ Մինչև գնալը նա կարող էր շարժի դնել ամերիկայությանը, հազար ուժ կա, այնտեղ միլիարդներով փող կա, հազարավոր ինտելեկտուալ մարդիկ կան, ոնց եկավ այնտեղ սպյուրքը թռել է, ամերիկացի որբերը գնացել են այնտեղ հայ որբերը հասել են, ինչ կատարեց ժողովուրդն ուզում է իմանալ, ես պատկերացրեմ թղթակից եմ ասում, հարգելի վարչապետ, ինչպես եք օգտագործում ամերիկահայության հզորությունը թրիփի հարցում։ Դուք գիտեք, որ թրիփի սկզբունքները հակասում են Վուդրո Վիլսոնի իրավարար վճռին։ Թույլ կտաք ամերիկյան իրավաբանները այդ հարցը բացրեն Ամերիկայում։ Որովհետև հարցը այնքան հետաքրքիր է, որ իրեն են օգնելու, բայց ինքը կարծում է, ինքը ունակ է, ինքը մասնագետ չի այդ հարցում, ես ինքս մասնագետ եմ, բայց գիտե որ այնտեղ մեծ խնդրեմ կա։ Դու Ամերիկայում օրենքը հանի մեջտեղ, սեղանի վրա, պրեզիդենտը կհրաժարվի, որ ինքը օրենքը խախտել է։ Հանի մեջտեղ, բեր մեջտեղ լմիատի օրենքը դա է։ Երեք հանդիպեցինք մեր հարգարժան ընկերոջ հետ, երբ որ ասին, գիտես ինչ ասում են օրենքը չի աշխատում։ Բայց ինքը լրջացավ, ասեց միայն օրենքն է աշխատում։ Բայց դու կարողացի ճիշտ մոտենաս։ Ինքը շատ լավ զգում է դու իրավաբանական կրթություն ունես, թե չէ։ Ինձ հետաքրում իսկապես Միրզոյան ունի իրավաբանական կրթություն, թե չէ։ Ինձ հետաքրքրում է, ասենք, մեր վարչապետը իրավաբանական դասեր վերցնում է, թե չէ։ Ով է նրա իրավաբանական խորհրդատուն։ Ես չգիտեմ այդ խնդիրը, բայց այնուամենայնիվ կուզենայի ձեր ուշադրությունը հրավիրել այդ խնդրին։ Փաստորեն ըստ Փաշինյանի նոր դոկտրինի, որ իր կուսակցությունը քաղաքացիական պայմանագիրը իրականացնում եւ կյանքի է կոչում հիմա, նա մանավանդես ընտրություններից հետո երբ որ ուրեմն մի անգամ եւս իմպուլս ստացավ,
այդ դոկտրինի հիմնական գաղափարը նա էր, որ այդ հարցերը, որ դուք բարձրացնում եք, Հայաստանի Հանրապետության հետ կապ չունեն։ Դա ձեր հարցն է, Սփյուռքի հարցն է, խնդրեմ գնաք ինքներդ լուծեք։ Մոտավորապես այսպես է մոտեցումը։ Ես ավելի քան վստահ եմ, որ դուք դա տեսնում եք, դա գիտեք։ Արգելի վարչապետ, աթոռը շատ ավելի մեծ պարտականություններ է դնում ձեր առաջ, քան ձեր մտավորիզոնն է ընդգրկել այսօր։ Այդ աթոռը ընդգրկում է աշխարհի հայությանը եւ պատմական Հայաստանը եւ այսպես կոչված Լենինյան քարտեզով Հայաստանը, որը ձեր կրծքի վրա գրում եք, մինչ այդ ուրիշ քարտեզներ են եղել, կանչեք մասնագետներին, նկարագրեք ինչպիսի անհեթեթ է եղել Ալմատայի որոշումները, հանեք մի հատ, ռուսն էլ մարդ է, թուրքն էլ մարդ է, Ալիևն էլ ինքը տեսնում է որտեղ է ճիշտ ու սխալը, գնա ճշտով, ճիշտը քո կողմն է, չվախենա Սուրետանում։ Իրականում ուզում եմ մի փոքր կոմենտ անել կապված Ալմատայի հռչակագրի հետ, որ այնտեղ նշված է այսպիսի մի ֆրազ ընդհանրապես գոյություն ունեցող սահմանները։ Եվ դրա տակ պետք է Փաշինյանը կարող է հասկանալ խորհրդային միությունում գոյություն ունեցող սահմանները, հայ մասնագետները այն ժամանակ հասկանում են, որովհետև Ալմատայի հռչակագիրը ստորագրելու համար Արցախը արդեն իր անկախությունը հայտարարել եւ դե ֆակտո անկախ էր եւ այս ամբողջը մի հատ այսպես իրավաբանական խճճված իրավիճակ են ստեղծում, որը որ պետք է ինձ թվում է համատեղ մասնագետներով միջազգային իրավունքի մասնագետներով Տիգրան ջան, ինքդ ես գալիս դեր, ես ուղղակի Ալմատայի գոյությունով սահման, որ ասում ես, տեսնենք հլը ինչ օրենքներով, ինչ սահմաններ կան։ Մեկ է նայում ես, որ ամենաբարձրագույն օրենքը դա իրավարար վճիռն է։ Հիմա հասկացանք, Լենինը եկել է, բռնել է, սպանել է, բոլորին նաչին ծախեն, ինքը մտել է դամբարան, բայց իր աղավաղումները այսօր անորոշ ձևով դառնում են հիմք մեծ որոշումներ կատարելու։ Դրա համար քարծին ես այսպես եմ պատասխանում, հարգելի վարչապետ, սրտացավ մարդ ես, դրական կողմեր ունես, զգում եմ, որ ուզում ես մի բան ասել, մի վախենա միջազգային իրավունքից, գործի գցի Սփյուռքը, գործի գցի միջազգային իրավունքի մասնագետներին, թույլ տուր իրենց առաջ գնան, որբերը հոգին չի խաղաղում, քանի ճշմարտությունը չի եղել։ Էս ինչ է, ստեղ Տիգրան ջան, էս ինչ է, էս ինչ է։ Դու միած 3 տարի առաջ ես տեղ մի հատ ուռուցք եմ, տեսաման ասլեմ, որ բանի տեղ չտեմ, մեկ է պարզում է քաղցք եղա, ինչքան ես փակ եմ վրա, օ կարմրել ես, ես ինչ է, ուռել էր, լավ բանի տեղ, չէ ցավում է իր, տաքությունն է, մեզ ինչ, բանի տեղ մի տնի չկա, այսօրվա իրակ, այմը մեկին այմ ես, որ թարախ դարձա, Իմ խնդրանքը նաև ես ուրախ եմ Տիգրան ջան, որ Հայաստանում ընտրությունները խաղաղ անցան, ես ընդունում եմ, որ ընտրված վարչապետը ինչպես է ընտրվել, ես չգիտեմ, ես ուրիշի կտայի ձայնը այնտեղ էլ նայում եմ, ասենք որ լայն որ նայում ես հարցին, աղքատ երկրում ընտրությունը համակրանքով եւ հակակրանքով է գալիս, այլ ոչ թե ինչն է ճիշտ, ինչն է սխալ։ Եվ մենք ասենք ցավոք սրտի երկիրը դերևս այդ թափին չի ասել, բայց մեր ազգը այդ կարողություն ունի։